Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում 2025 թվականին զգալի առաջընթաց է գրանցվել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը անցնող տարվա ամփոփիչ զեկույցը ներկայացնելիս։ Նոյեմբերին Գաբալայում տեղի է ունեցել ադրբեջանական եւ հայկական կողմերի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպում։ Նախկինում նման հանդիպումներն անցկացվել են առցանց։ Ադրբեջանի տարածքով թույլատրվել է ղազախական հացահատիկի տարանցումը Հայաստան։ Վստահության ամրապնդման միջոցների շրջանակում երկու երկրներում էլ անցկացվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումներ, նշել է նա։ Ըստ դիվանագետի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար Հայաստանի սահմանադրությունից պետք է հանել տարածքային հավակնությունների մասին դրույթները։ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը այս տարի կարևոր քայլ է դարձել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նրա խոսքով Վաշինգտոնի գագաթնաժողովը զգալի ներդրում է ունեցել այդ գործընթացում։ Տարեվերջյան ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Չնայած այս տարի Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությանը որոշ երկխոսություն այդուամենայնիվ ունեցել ենք, ասել է Բայրամովը։ Նրա խոսքով լարվածության թուլացման գործում էական դեր է խաղացել նաև Դուշանբեում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումը։ Բայրամովը նշել է, որ Բաքուն շարունակել է ինտենսիվ շփումները Թուրքիայի, Վրաստանի եւ Իրանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Ինչ վերաբերում է Բաքվում ռուսական տան հարցին, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է. Ռուսական տունն Ադրբեջանում գործունեություն է ծավալել առանց գրանցման, ինչի պատճառով էլ որոշակի ժամանակահատվածներում հիմնարկին նախազգուշացումներ են արվել, սակայն այլ խախտումներ են եղել։ Այսպիսով որոշում է կայացվել փակել այդ կառույցը։ Նրա խոսքով ռուսական տան հարցը վերջնականապես փակ է։ Բայրամովն ընդգծել է, որ նման այլ հաստատությունների գործունեությունը պետք է համապատասխանի Ադրբեջանի ազգային օրենսդրությանը։ Ղազախստանը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի պահանջներին համապատասխան հրապարակել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում ադրբեջանական ավիաուղիներ ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման վերաբերյալ միջանկյալ զեկույցը։ Դրա համաձայն հետաքննությունը հայտնաբերել է զենքի մաս կազմող կողմնակի մետաղական առարկաներ, որոնք ինքնաթիռը վնասած պայթուցիկ սարքի բեկորներ են։ Միջանկյալ զեկույցում չի նշվել այդ զենքի համակարգի մոդելը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքել են զեկույցին, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահն արդեն հայտարարել է, որ կիրառված զենքը պատկանում է Դաշնության ՀՕԲ ուժերին։ Հաջորդ փուլում ղազախական կողմը պետք է հրապարակի հետաքննության վերջնական զեկույցը։ Ի տարբերություն միջանկյալ փաստաթղթի, այն պետք է լինի ավելի մանրամասն, արտացոլելով հետաքննության ընթացքում բացահայտված բոլոր փաստացի տեղեկությունները, վթարի պատճառների վերլուծությունը եւ ապագայում նմանատիպ վթարների կանխարգելման առաջարկությունները։ Բաքու Գրոզնի չվերթն իրականացնող Ազալի ուղևորատար ինքնաթիռը կործանվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդուց 38-ը զոհվել է, 29-ը ողջ մնացել։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանման հետ կապված Բաքուն ռուսական կողմին 4 պահանջ է ներկայացրել՝ պաշտոնական ներողություն, վթարի համապարփակ հետաքննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկում եւ փոխհատուցում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշների եւ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի հետ։ Այդ մասին Զելենսկին հայտնել է Telegram-ի իր ալիքում։ Այսօր շատ լավ զրույց եմ ունեցել, քննարկել ենք աշխատանքի որոշ էական մանրամասներ։ Կան լավ գաղափարներ, որոնք կարող են աշխատել հանուն ընդհանուր արդյունքի եւ շարունակական խաղաղության։ Հուսով եմ, որ մեր սուրբ ծննդյան պայմանավորվածություններն ու քննարկված մտքերը օգտակար կլինեն, ասել է Զելենսկին։ Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփի հետ սպասվող հանդիպման առանցքում լինելու են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Զելենսկու խոսքով խաղաղության նախագիծն արդեն 90%-ով պատրաստ է։ Նա նաև առաջարկել է Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը կազմակերպել նաև եվրոպացի ղեկավարների առցանց միացումը, քանի որ բոլորի ֆիզիկական մասնակցության ապահովումը բարդ հարց է։ Սիրիայի Հոմս քաղաքի Ալևիական մզկիթում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը, հայտնել է պետական ՍԱՆԱ գործակալությունը։ Անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը, սկսվել է հետաքննություն։ Անվտանգության ծառայությունների աղբյուրը լրատվականին հայտնել է, որ տեղադրված են եղել պայթուցիկ սարքեր։ Նախնական հետաքննության համաձայն մզկիթում ռումբ է տեղադրված եղել։ Առայժմ որևէ արմատական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հրամանով ամերիկացի զինվորականները Նիգերիայում հարվածել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ուժերին։ Այսօր որպես գերագույն հրամանատար իմ հրահանգով Միացյալ Նահանգները Նիգերիայի հյուսիս-արևմուտքում հուժկու եւ մահացու հարվածներ են հասցրել Իսլամական պետության ահաբեկիչներին, որոնք թիրախավորում եւ դաժանաբար սպանում են առաջին հերթին անմեղ քրիստոնյաների այնպիսի մասշտաբներով, ինչպիսիք չեն եղել տարիներ, նույնիսկ դարեր շարունակ, գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ նախազգուշացրել էր, եթե ահաբեկիչները չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ապա թանկ կվճարեն դրա
համար։ Պատերազմի նախարարությունը հասցրել է բազմաթիվ գերազանց հարվածներ։ Իմ ղեկավարությամբ մեր երկիրը թույլ չի տա, որ իսլամական արմատական ահաբեկչությունը բարգավաճի, ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Գրառման վերջում նա շնորհավորել է բոլորի Սուրբ Ծնունդը, այդ թվում սպանված ահաբեկիչներին։ Նիգերիայի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ երկրի կառավարությունը շարունակում է սերտորեն համագործակցել իր գործընկերների հետ, թույլատնելու ահաբեկչական ցանցերը, խաթարելու նրանց ֆինանսավորումը եւ լոգիստիկան ու կանխելու անդրսահմանային սպառնալիքները։ Դավիթ Մուրադյան, լուրեր։